Բարի լույս ելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակում է եւ թերևս մնում ենք Զիաննա հեքիաթների դաշտում, այսպես ասած, որովհետեւ խոսելու ենք մուլտֆիլմերից, մուլտարտադրության նոր ու ժամանակակից մոտեցումներից։ Այո, խոսել հեքիաթների մասին, մուլտերի մասին, դա նշանակում է վերադառնալ կրկին մանկություն եւ լավ կլինի, որ երբեք մենք այդ մանկական հիշողություններից եւ մանկական հրաշքից դուրս չգանք։ Հենց հիմա խոսելու ենք հենց այդ ամենի մասին Արթևերի հիմնադիր Նարեկ Սարգսյանի եւ սցենարիստ Աննա Մեկունցի հետ։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Բարի ձեզ։ Աննային իհարկե շնորհավորենք մեկամսեկի կապակցությամբ։ Շնորհակալ եմ փոխադարձ։ Շնորհակալություն։ Այսպես սկսվել ձեր շաբաթը։ Մերսի շատ, որ հրավիրեցիք մեզ։ Սիրով։ Շատ լավ, շատ sense ոգևորված եկել ենք, որ կիսվենք մեր շատ սպասված, երկար սպասված ու սիրելի նախագծով։ Այո, բացառիկ հարցազրույց է լինելու սիրելի հեռուստադիտողներ, որովհետև դուք շատ մոտ ապագայում լսելու եք մուլտերի մասին, որոնց մասին դեռ շատ մարդիկ չգիտեն, եւ հենց այս հարցազրույցը լինելու է առաջինը, որպեսզի մի մեծ նախաձեռնության մեկնարկի մասին խոսենք։ Դե, հարգելի սիրելի Նարեկ, Արթևեր, եկեք ամենասկզբից սկսենք։ Այո։ Արթևեր, խնդրում եմ բացեք հապավումը։ Մեծ սիրով այդ իր մեջ շատ մեծ սիմվոլիկա է պարունակում։ Ես վստահ եմ ու հավատում եմ, որ արվեստը ամենաուժեղ գործիքն է, որով մենք կարող ենք մարդկանց հոգիներին դիպչել, առավել եւս եթե մենք խոսում ենք մանուկների եւ բարձ հոգիների մասին։ Մենք վստահ ենք, որ մեր արվեստի միջոցով կարանք լույս փոխանցենք մարդկանց եւ այդ լույսը իրանց կարա թևեր տա։ Այդ ամենակարևորը։ Մեր համար շատ կարևոր է, որ մեր մուլտֆիլմերի մեջ լինի բարություն։ Հայկական մշակույթը իրականում բավականին տխուր է հասկանալի պատմական պատճառներով։ Մենք ուզում ենք, որ մեր մուլտֆիլմներում մենք տրանսլացիա անենք մենակ են բարին, մենակ են դրականը, ու որ երեխային բացատրենք խաբելը վատ բան է, ինչ որ մի հերոս չպիտի մեռնի։ Մենք ուզում ենք մոդեռն ձևով երեխաներին տանք այն իսկականը, որ ցանկացած երեխա հավատա ինքն իրեն եւ ունենային հայկական կարևոր արժեքները, որը մենք ստանում ենք մեր ծնողներից, մեր պապիկներից։ Իրական շատ գեղեցիկ գաղափար է եւ հատկապես մոդեռն ձևով խոսել երեխայի հետ, որովհետեւ այսօրվա իրականության մեջ երեխան դժվար թե ժամանակ ունենա կամ ուզի առանց ստիպելու նստել կարդալ հին հեքիաթները, կրթվելու կամ հասկանալու եւ ասեմ, ես համաձայն եմ, որովհետեւ օրինակ կրնատ աղջիկը, երբ որ ես կարդում էի, շատ լավ աշխատանք է, բայց շատ ազդվել էի օրինակ այդ ամեն ինչից ու շատ լավ է, որ մեր ժամանակներում արդեն նոր ձևաչափեր կան։ Ասենք գաղափարի մասին ինչպես եկանք նրան եւ ձեր համագործակցության մասին Աննան կարծեմ հենց սցենարիստն է, ինչ լեզվաց մտածողությամբ են գրում, մի փոքր պատմեք։ Այս մեր մուլտֆիլմերը գրվում են հին հայկական մուլտֆիլմների հիման վրա, բայց մոդեռն ձևավորմամբ։ Այսինքն հայկական հեքիաթներն են գրական հիմքը, միայն հայկական հեքիաթներ։ Այո, բայց նաև փոխված նոր կերպարներով, նոր շնչով։ Մենք հիմնականում աշխատում ենք հոգեբանների հետ, այսինքն սցենարները քննարկվում են հոգեբանների հետ, այնտեղ մենք ամեն մանրուքների ուշադրություն ենք դարձնում, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մեր գրված սցենարները ունենան արժեք եւ ունենան դաստիարակչություն։ Մենք ուզում ենք, որպեսզի ցանկացած հայ երեխա ընդհանրապես աշխարհի ամբողջ կետերից միավորվեն եւ հասկանան, որ հայ լինելը լավ բան է, սիրեն դա եւ ընդհանրապես մենք մեր արժեքներն ենք ցուցադրելու այդ մուլտֆիլմների մեջ։ Այսինքն բովանդակությունն էլ է փոխվում, դա եմ ուզում հասկանալ։ Այսինքն մենք վերցնելու ենք մուլտֆիլմի մեջ հայկականը, խոսքի հերոսը կարող է քայլի ու մենք բեքգրաունդում, հետևի ֆոնում տեսնենք հայկական սիմվոլներ։ Մենք ուզում ենք ավելի պոպուլար դարձնել երեխաների համար, բայց որ երեխաների համար հետաքրքիր լինի, որակյալ լինի ու իրենք նախընտրեն նայեն հայկականը, որովհետև հիմա դա շատ մեծ խնդիր է, երեխան միացնում է YouTube-ը սենց շորտսերը, թեթելով գնում է օրինականում նայում է օտար արտադրանք, ծանոթանում է օտար մշակույթին ու երբեմն ավելի մեծ կարևորություն է տալիս կոնկրետ օտար արտադրությանը։ Ես ուզում եմ հասկանալ, ենթադրենք Ձախորդ Փանոս հեքիաթի մասին է խոսքը, այնտեղ կյանքը փոխվում է ձեր մուլտֆիլմում Ձախորդ Փանոսի, վերցվում է կերպարը։ Նաև։ Օրինակ կարող է Ձախորդ Փանոսը գալ 21-րդ դար եւ 21-րդ դարում Ձախորդ Փանոսի իրականությունը դեռ այլ լինի։ Բայց հղումները կան, որ իմանա երեխան, որ սա Հովհաննես Թումանյանն է ամեն դեպքում։ Անպայման, մենք մաքսիմալ փորձելու ենք հանրայնացնենք մեր հայկականը, հինը, ուղղակի մոդեռն ձևով, որովհետև վստահ եմ դուք իմ հետ համաձայն կլինեք,
այն մուլտֆիլմները, որոնց վրա մենք մեծացել ենք, հիմիկվա երեխաների ընդհանրապես հետաքրքիր չի։ Հատուկ, այո։ Իսկ հոգեբանների հետ մենք համագործակցում ենք, ունենք շատ լավ մասնագետ, հոգեբան, լոգոպեդ, որպեսզի հանկարծ չվնասենք երեխային։ Շատ պատասխանատու գործ է ու պետք է ամեն ինչ հաշվի առնես, որովհետև եթե մի բան սխալ անես, երեխայի խոսքի մեջ կարող ավելանա այդ հերոսի խոսած ձևով կամ բառերը կամ արտասանության ձևը սենց ասած։ Նաև չվնասենք ստեղծագործությունը, բայց չմոռանանք նաև հեքիաթը չվնասենք։ Նոր գործեր են լինելու, որ մարդկանց ծանոթ լինելու։ Ինձ թվում է ծնողներին էլ շատ հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր է, ինչպես արդեն նշեցի, գաղափարը ոնց ծնվեց, որ թիմը հավաքվեց, ու նաև երբ որ գաղափարը ծնվեց, առաջնային նպատակը հենց հին հեքիաթների վրա էր դրված, թե նոր գրվածքների եւ ներօրյա գրողների ստեղծագործություններից օգտվելու եք, թե ոչ։ Նայեք, այս ծրագիրը մենք 3 հոգով էինք սկզբից, ամենայն հետո արդեն հրավիրեցինք մեր թիմ, ինչի համար շատ ուրախ եմ, մերսի քեզ շատ։ Մենք փոքր անիմացիաներ էինք անում ու փորձում ենք մեր մտածածը, ինչի միջով ենք կյանքի միջով անցնում, ուզում ենք մուլտֆիլմի մեջ ցույց տայինք։ Դրանով մենք կտրվում էինք մի փոքր իրականությունից, որովհետև դրա կարիքը մենք ունեինք։ Օգնեց դա մեզ ու մենք հասկացանք, որ իրականում մենք կարող ենք ավելի մեծ բան մտածել, որովհետև արվեստը այն բանն է, ինչը ինձ կյանքում լիքը օգնել է, ու ես հավատում եմ, որ դրա միջոցով մենք կարանք ուրիշներին էլ մի լույս տանք։ Մենք կարանք մի բան մտածենք, շատ թույն մարդկանց հրավիրենք մեր թիմ ու ավելի լավ պրոդուկտ ստանանք, որ աշխարհով մեկ կարա տարածվի։ Ու շատ հպարտ եմ, որ մենք կարողանում ենք ստանալ բավականին մրցունակ որակի անիմացիա ու հավատում եմ, որ Որտեղ կարող է հեռուստադիտողը գտնել ձեր անիմացիաները, ինչպես մասնիկ կդառնա այս ամենը։ Մենք կարող ենք գտնել ցանկացած սոցիալական ցանցում, ունենք Instagram, YouTube, Facebook։ Մենք ուզում ենք, որ մեր մուլտֆիլմները լինի open source, այսինքն հասանելի բոլոր մարդկանց համար, առանց որևէ վճարի, ասենց ասած։ Կոմերցիոն մաս չկա այս ծրագրի մեջ, բայց տվյալ պահին մեզ անհրաժեշտ է ցանկացած մարդու աջակցություն, ինչքան շատ այնքան լավ։ Մենք հիմա լայվ ենք գնացել GoFundMe հարթակում եւ Armenia հարթակում, ցանկացած մարդով ցանկություն ունի աջակցելու, որ այս ծրագիրը մաքսիմալ արագ կյանքի կոչվի, շատ շնորհակալ եմ։ Ներևս աջակցելը պետք է պարտադիր չէ, բայց պետք է կարող եք հետևել եւ ծանոթանալ, թե տարածել է։ Այո, տարածել, ծանոթանալ, մասնիկը հենց սկզբում դառնալ այս բարի ու գեղեցիկ գործի։ Աննա, քանի որ խոսեցինք լեզվամտածողությունից, երեխաներին չվնասելու, ինչպիսի լեզվամտածողությամբ ես թարմացնում, հա, որպես սցենարիստ, ինչպես ես մտածում, թեկուզ հոգեբանների աջակցությունը կա, բայց դու պետք է զգաս ինչ գրես։ Ինչպես ես մոտենում, հատկապես երբ խոսքը երեխաների մասին է։ Նախ եւ առաջ շատ պատասխանատու է, ինչպես Նարեկ արդեն նշեց, եւ երբ որ մենք ունենում ենք խնդիր ցանկացած պարագայում, թեկուզ այս դեպքում մուլտֆիլմը, բայց մուլտֆիլմներում էլ ունենում ենք խնդիրներ, ունենում ենք չար կերպարներ, հիմնականում պետք է այնպես անել, որպեսզի չարն ու բարին տարբերակի, եւ եթե մենք ունենք տխրություն, պետք է ունենանք տխրության լուծումները։ Ոչ թե, այսինքն մենք հիմնականում ոչ թե տալիս ենք լուծումները չարության եւ տխրության, այլ տալիս ենք հաղթանակի եւ բարության լուծումները։ Եվ հենց իմ սցենարներով, նաեւ ընդհանուր թիմի գաղափարների մեջ մտնում է հենց այդ, որ երբեմն պետք չի հայկական մշակույթը տխրության վերածել ցավի, ցավալի միշտ ասում են, օրինակ տարածված բան կա մուլտֆիլմներում հիմնականում վրիժառություն է, վրեժ են լուծում, իսկ հայկական մուլտֆիլմների մեջ մենք որոշել ենք, որ պետք չի վրեժ լուծել, կան ավելի լավ լուծումներ եւ կան ավելի արժեհամակարգը բարձրացնող գաղափարներ, որոնք որ մենք ուզում ենք ցուցադրել եւ ես այստեղ մի շատ կարեւոր նորություն կա, ուզում եմ շնորհակալություն հայտնել Տաթևին Մուրադյան, նա պահպանում է հենց հայկականությունը մեր մուլտֆիլմներին եւ շատ մեծ գործ է անում մեր հետ հավասար։ Իսկ մնացածի մասին կարծում եմ պետք է տեսնել գոնե մի անգամ, որպեսզի հասկանաք, թե ինչի համար ենք խնդրում, որպեսզի կանգնեք մեր ծրագրի կողքին ու լինեք մեր հետ, որովհետև սա իրոք շատ կարևոր է հենց հայ երեխայի մեջ հայկականություն պահելով, ճիշտ արժեքներ ձևավորելով մեծացնել եւ
տալ նոր սերունդ։ Շատ Կան կարևոր է։ արդեն պատրաստի մուլտֆիլմեր։ Եվ նաև հավելեմ Զիանայի հարցին, որ լեզվով հիմնական միայն հայերեն, որովհետև կան Ռուսաստանում հայեր ունենք, որ ցավոք սրտի իհարկե հայերեն չգիտեն երեխեքը արդեն, Ամերիկայում եւ այլն եւ այլն։ Իմ միջալոց մեր մուլտֆիլմները թարգմանվելու են արևմտահայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն, մենք արդեն ունենք լիքը մարդիկ, ովքեր որ մեր կողքին են, 150-ից ավել, այո, հանդիպումներ են ունեցել եւ անընդհատ մենք քննարկում ենք, մենք անընդհատ հետեւողական ենք եւ հուսամ, որ այս ամեն ինչը Աստծո օրհնությամբ մեզ կտանի դեպի մեր նպատակ։ Մենք ենք հուսով, մի քիչ հանդիպումների մասին նարեկ կուզեմ պատմեք, ինչպիսի հանդիպումներ են, ինչ արդյունքներ եք արդեն գրանցել։ Մենք այս մի տարվա ընթացքում ունեցանք 150-ից ավել հանդիպումներ տարբեր ոլորտներում մարդկանց հետ, նաև մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես մշակույթի հետ կապ չունեն, ինչ մնում է մուլտֆիլմերի հետ։ Մեզ հետաքրքիր էր տարբեր ոլորտներում մարդկանց կարծիքները, որ ամեն անգամ, ամեն հանդիպումից հետո մենք ավելի կատարելագործում ենք մեր ծրագիրը։ Մենք հասկանում էինք, թե ինչ էին ուզում տեսնեն մարդիկ, իրենց կարծիքը։ Օրինակ հանդիպումների մեկից հետո մենք հասկացանք, որ մենք շատ կարևոր բան ենք, մենք համոզվեցինք, որ շատ կարևոր բան ենք անում, բայց առաջին հերթին պետք է մեր մուլտֆիլմը, սցենարը բան հետաքրքիր լինի երեխայի համար, հետո այդ հայկականությունը, արժեքները, ժամանակարգը, որով մենք ուզում ենք մուլտֆիլմի միջոցով փոխանցենք երեխային, պետք է գնա երեխային որպես բոնուս։ Այսինքն առաջին հերթին ինքը պետք է ցանկություն ունենա նայի ձեր մեր ստեղծած աշխատանքը, որովհետև եթե երեխային ինչ-որ մի բան դուր է գալիս, ինքը պատրաստ է որ 60 անգամ այդ նույն բանը նայի, խորհուրդ տա իր ընկերներին, միասին նստեն նայեն, քննարկեն ինչ-որ դետալներ։ Մենք շատ մեծ կարևորություն ենք դարձնում, որ հետաքրքիր լինի ու արդեն բոնուսի տեսքով տանք երեխաներին։ Շատ մեծ աջակցություն են ցուցաբերում մարդիկ, թե տարածման առումով, թե խորհուրդների առումով, ծանոթացնում են ուրիշ մարդկանց հետ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Նաև մենք համայնքների հետ ենք կապ հաստատում, արդեն 10-ից ավել Սփյուռքում գտնվող համայնքների հետ on-line հանդիպումներ ենք ունեցել, որոշների հետ ստեղ Երևանում հանդիպում ենք ունեցել ու պատրաստ են իրենց շաբաթօրյա դպրոցներում ցուցադրություններին։ Շատ կարևոր է, որ մարդիկ տեղյակ լինեն այս ծրագրի մասին, որպեսզի առաջիններից ցույց տան իրենց երեխաներին։ Եվ չպատասխանեցիք մեկնարկային ինչ մուլտֆիլմեր կան արդեն պատրաստ։ Մենք տվյալ պահին ունենք մի քանի շորտ մուլտֆիլմեր, որոնց շիրով կարող ենք ձեզ տրամադրել, որ մարդիկ տեսնեն, բայց երկար արտադրության համար մեզ արդեն անհրաժեշտ է լինելու ֆինանս, ինչի համար մենք լայվ ենք գնացել GoFundMe-ում եւ Armenia-ում։ Այն գործերը, որով մենք սկսել ենք, մի փոքր մաս դες ցույց են տալու ու արդեն մենք պատմելու ենք, թե ինչպես է սկսել, ինչ իմաստ է մեջ պարունակում։ Հա, հիմա կարճ անիմացիաներ են, դեռ հետատներ, շատ կարճ շորտեր ունենք, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի մոտավոր, ինչ որակի մասին է խոսքը գնում ու հնարավոր լինի, կարծում եմ կցուցադրենք, այո, նաև ֆերի ընթացքում ցուցադրենք, ինձ նաև հետաքրքրեց այս ընթացքում հարցի երաժշտական ձևավորումներ, որտեղ երեխաներին հատկապես, չնայած մեզ էլ երաժշտությունը շատ է պահում կամ վանում ֆիլմը կամ մուլտֆիլմը դիտելու համար։ Ինչ լուծումներ եք տվել այս հարցում։ Իրականում երաժշտության պահը, երաժշտության խնդիրը ամենասուր խնդիրներից է հիմա, մենք կոնկրետ դրանով ենք ամենից շատ հիմա զբաղված։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև sound effect-ներին, որովհետև ցանկացած շարժում ունի իր ձայնը, ու այդ պետքա շատ ճիշտ, կորեկտ ընտրել, ձևավորել ու տրամադրել, առավելևս եթե երեխաների ուշադրության մասին է խոսքը գնում, ցանկացած շարժման զվուկ Ձայն, զվուկ ցանկացած շարժման ձայն շատ կարևոր է, որ կորեկտ ընտրված լինի, իսկ մուզիկայի պահով, երաժշտության պահով մենք դեռ քննարկումների մեջ ենք, որպեսզի նոր համագործակցություններ ունենանք, ավելի համապատասխան կոնկրետ մեր պրոյեկտին։ Իսկ դերասաններ, կրկնօրինակողներ կան, թե արհեստական բանականության վրա է հույսը ունեք։ Հարգաստո, մենք ունենք լավ ընկերներ, դերասաններ, ովքեր որ պատրաստ են մեր կողքին են եւ ցանկացած պահի պատրաստ են աջակցել, շատ տարբեր տարատեսակ ձայներ են, իրանք կարողանում են տարատեսակ ձևով ձայն փոխել եւ արդեն մի քանի անգամ նույնիսկ ձայնագրվել են։ Ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեր ուժերին եւ մենք էլ հավատում ենք մեր նպատակին։ Դա շատ հաճելի է, այո, որովհետեւ հիմա արհեստական բանականության հույսին են բոլորը աշխատանք սկսում, իսկ այստեղ երեխաների հետ աշխատելիս այդ բնական
բանականությունը շատ կարևոր է։ Այո, մենք մեր պրոյեկտի մեջ նույնպես երբեմն օգտագործում ենք արհեստական բանականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի էժան ստանալ արտադրանքը, ինձ թվում է շատ լավ մեծ հնարավորություն է, որովհետև արդի ժամանակահատվածում չես կարող խուսափես, ավելի լավ է սովորես օգտագործել իշահ քեզ, որովհետև շատ մեծ կարևոր պրոյեկտ կարող ես դրանից ստանալ։ Նույնպես օգտագործել։ Կարևոր արդյունքներ, ինչ որ բան կա կարևոր որ չխոսեցինք եւ դուք գտնում եք որ հեռուստադիտողը պետք է իմանա։ Մեր պրոյեկտի ընդհանուր գաղափարն է, որ ամենակարևորը մեր պրոյեկտը հնարավորություն կտա ցանկացած երեխայի, անկախ նրանից թե նա որտեղ է ապրում, այս աշխարհի վրա մոտ լինել իր հայկական արմատներից։ Մենք այդ մեր գլխավոր նպատակն է։ Գեղեցիկ ու լավ նպատակով առաջ շարժվող երիտասարդներ, թերևս այսքանը դեռ մնացածը արդեն ձեր էջերի միջոցով կծանոթանան։ Շնորհակալություն գեղեցիկ այո, կշուրեմ կալենք բոլոր հաջողություններ։ Այո, Ձեզ եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Արթևերի հիմնադիր Նարեկ Սարգսյանի եւ սցենարիստ Աննա Մեկունցի հետ, ապագա հայկական մուլտֆիլմերի ճարտարապետներն են նրանք ստացվում է։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։